Համաշխարհային լիդերները հավաքվել էին Երևանում եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել Եվրամիության բոլոր երկրների առաջնորդները, բացառությամբ Գերմանիայի, համագործակցող երկրները Ալբանիայից մինչև Մոլդովա։ Առաջին անգամ այս ձևաչափին որպես հյուր մասնակցում էր նաև Կանադայի վարչապետը։ Երևանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այս ձևաչափով հանդիպումները սկսեցին հենց Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Եվրոպայի անվտանգության հեռանկարները համատեղ քննարկելու համար։ Այժմ Կարլեն Ասլանյանի հետ ենք ուղիղ կապ հաստատել, նա ողջ օրը մարզահամերգային համալիրում է աշխատել։ Կարլեն, բարի երեկո։ Գագաթնաժողովը ավարտվեց, նաև հայտարարություն հնչեց, ինչ կփոխանցես։ Ողջույն Աստղիկ, գագաթնաժողովը ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի համատեղ հայտարարությամբ, որը ավելի շատ արողակարգային էր, հիշատակումներ կային խաղաղության, թվում եւ հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության, Ուկրաինային աջակցության վերաբերյալ այդ համատեղ ասուլիսին մասնակցում էր նաեւ Իռլանդիայի ղեկավարը։ Հիշեցնեմ, որ այս գագաթնաժողովն անցկացվում է տարեկան երկու անգամ աշնանը եւ գարնանը եւ ահա արդեն հաջորդը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանից կուղևորվի Իռլանդիա, իդեպ Ադրբեջանն էլ է հյուրընկալելու այս հավաքը, բայց արդեն 2 տարուց 2028-ի գարնան։ Կարլեն, պաշտոնական մասից հետո նաև դեմ առ դեմ հանդիպումներ եղան, դրա մասին եմ ուզում հարցնել, որոնք կառանձնացնես։ Վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ, ընդ որում նա երեկվանից էր սկսել արդեն հյուրերի հետ առանձնազրույցները, այսօր մասնավորապես նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպեց, Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններ անցկացրեց։ Այս հանդիպումն ու այցն ինքնին հետաքրքիր է, որովհետև փաստորեն անկախության շրջանում առաջին անգամ էր Լոնդոնը երկրի ղեկավար գործուղում Հայաստան եւ ահա երկկողմ հանդիպան արդյունքներով հաղորդվեց, որ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համագործակցության հուշագիր են ստորագրում։ Իհարկե, թերևս ամենահետաքրքիր հանդիպումը Թուրքիայի փոխնախագահի հետ էր։ Հիշեցնենք, որ Անկարայի համար բացառություն էր արվել եւ Անկարան ոչ թե երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանին էր գործուղել Երևան չնայած հրավերին, այլ փոխնախագահին։ Այսօրվա երկկողմ հանդիպմանը միացել էին նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քլչը, որոնք վերջին տարիներին բանակցում են հայ-թուրքական կարգավորման շուրջ եւ հաղորդվում է, որ Անիի կամուրջը վերանորոգելու հուշագիր է ստորագրվել, ժամկետների մասին չի նշվում։ Կարլեն, ենթադրում եմ, որ 4 տարուց ավելի շարունակվող պատերազմի պայմաններում ամենածանրաբեռնվածը Ուկրաինայի նախագահը պետք է որ լիներ, նա ում հետ հանդիպեց, որն էր նրա հիմնական մեսիջը եւ կոնկրետ Ռուսաստանի մասին ինչ ասաց։ Այո, Աստղիկ, որովհետև ինքնին այս գագաթնաժողովը կարելի է ասել հենց կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որովհետև այն հիմնադրվել է 2022-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո նախագահ Մակրոնի առաջարկով եւ նպատակը հենց Ուկրաինային եւ աջակցություն հայտնելն էր, ինչպես նաեւ քննարկելը Եվրոպայի անվտանգության հեռանկարները եւ նախորդ 7 գագաթնաժողովներին Ուկրաինան եղել է այս միջոցառման կենտրոնում, Վլադիմիր Զելենսկին բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել, բնականաբար այս հարթակն էլ նա օգտագործեց դեռ երեկվանից Եվրոպայի գրեթե բոլոր առաջնորդների հետ նա առանձնազրույցներ ունեցավ եւ Զելենսկու այցը ինքնին, ինչպես Մեծ Բրիտանիայի դեպքում էլի առանձնանում է, որովհետեւ 2 տասնամյակից ավելի Ուկրաինայի որևէ ղեկավար չէր այցելել Հայաստան եւ ահա վարչապետ Փաշինյանն էլ այս հնարավորությունը
օգտագործեց, նաև ինքը առանձին հանդիպում ունեցավ Ուկրաինայի ղեկավարի հետ, կառանձնացնեմ նաև Զելենսկու բանակցությունները Վրաստանի վարչապետի հետ, հատկապես հաշվի առնելով, որ Կիևի եւ Թբիլիսիի հարաբերությունները վերջին տարիներին լարված էին, որովհետև Վրաստանի իշխանությունները չէին միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին եւ ահա այս ֆոնին այսօր առաջին անգամ Ուկրաինայի վարչապետը բանակցություններ վարեց վրացի գործընկերոջ հետ Երևանյան հարթակում։